շատ հետաքրքիր գաղափարներ, ուրիշ ձևով, օրինակ տնտեսագետները, բաները պետք է հիմնականում մեր կանայք լինեին, որտեղ կինը հենց ընտանիքում հետ որ վերցնում ես, շատ ուրիշ ձևով է, չէ՞, ամեն ինչի մոտենում, քան տղամարդը։ Օրինակ դա շատ մի սխալ մեկնաբան է, ասենք, իրադրությունն է, որ Հայաստանի կառավարությունում այդքան քիչ կանայք են ներքաշված այդ երկրի այդ գործերի մեջ, թեկուզ լինելով ընտանիքի մայր, երեխաներ, որտեղ մենք ուժեղ ենք, մենք կարող ենք եւ երեխաները դաստիարակել եւ եթե պետք լինի կառավարության մեջ, եթե խելացի իմաստուն կանայք մենք շատ ունենք, ներքաշվեն կառավարության մեջ, նրանք նա էլ կանեն, նա էլ կանեն։ Ինչն է պատճառը, որ ընդհանրապես չի այդ հարցը չի շոշափվում։ Եթե ասող չկա, ես ասեմ, ընդհանրապես երբ նոր խոսեցինք հայրենիքի եւ մայր հողի Հայաստանի ընդհանուր կոմպլեքսի մասին, պետք է ասել կրիտերիաները։ Տղամարդը, որը խելք չունի, այսինքն ոգեղենության, մտածողության, վերջը հոգին գիտակցության է դա կապված, խելք չունի, ասում ես թույլ տղամարդ է էսի, իր դերի մեջ արդեն այդ ընտանիքը կաղում է, այդ հայրենիքը կկաղի, եթե ասեք կառավարությունը, որը գլուխն է, ոգին է, իշխանություն է եւ այլն, հանկարծ գիտակցությունը թույլ է, ասում ես էսի չեղավ, էսի սախատ է, այս վիճակը, բայց երբ որ ասում ես հանկարծ, էսի հասկացար որովհետեւ իր դերը հետ է, եթե հանկարծ կինը շատ խելք ունի, էս էլ է սախատության նշան։ Ուրեմն, որ այդ դուրս է գալի, որ նրանք իրենց տիրույթներից դուրս են եկել, չեն համապատասխան։ Բայց եթե հավասար են, հիմա ասենց է, հավասար պիտի լինեն, թե տղամարդը ուժեղ պիտի լինի, ինչով պիտի ուժեղ լինի։ Չէ, ուժեղ պիտի լինի, պիտի ուժեղ։ Որոշումները, հասկանա, նա չի տատանվում, վճռականություն, համարձակություն, հաշվարկ, անհատականություն պիտի լինի, տղամարդը պիտի լինի անհատականություն։ Կինը ինչ է անում։ Կինը գործնական է, նա նյութի հետ է խաղում։ Այսինքն, եթե խոհանոցում մի բուռ բրինձ կա, մի հատ էլ կարտոշ կա, ինքը ճաշ կսարքի։ Հասկացա՞ր, իր գիտությունը այդքան տեղ է, բայց ինքը չի կարող հանգարց էդի թողի իր գիտությունը, որ նյութ է սարքում, չեղած տեղից երեխա է, մարդ է սարքում, էցի հանգարց մտնի այն ոլորտը, որտեղ իր ներկայությունը կարճ ասած ավելորդ է, եթե ինքը այնքան տված է հանկարծ, տաղանդներ, բաներ, էսկոմ ենկոմ, ամեն ինչ տված է, ինքը կարա մտնի անեստեղ, որտեղ թույլ տղամարդիկ են նստած, չէ, եւ հանկարծ դու ասես, այստեղ հարց առաջանում, կինը ինչի պետք է ստե չլի, այս նշանակում է հասարակությունը արդեն սախատ է, որ արտադրում է խելացի կանայք, հիմար տղամարդիկ, էդի բնության դեմ է գնում, այստեղ ինչ որ մի բան են չի, իսկ երբ որ նայում ես միջինացված բնության աշխատածը, մատերիդ վրա սկսում ես նայ, բոլոր սպորտաձևերի մեջ տղամարդկանց ռեզուլտատները բարձր են, ուզում է մտքի ըլի, ուզում է գունդ հրեն, ուզում է երկաթ բարձացնեն, ուզում է վազեն, ուզում է թռչեն, ինչ ուզում է ըլի, արդեն էսի մի բան նշանակում է, չէ, նշանակում է ֆիզիկական, նշանակում է հավասարություն չկա հավասարություն հենց, ղեկավարող հոգեկան վիճակը, գիտակցությունը, նեյրոնային համակարգը տղամարդկանց մոտ բարձր կարգի է, էսի հողապացուցելու կարիք չկա, բայց հիմա եթե միացնի գունդը շպրտում ավելի հեռու, քան թե ես, որ չեմ կարող շպրտել, այդ չի նշանակում, որ ինքը արդեն եւ ոգեղեն է եւ ամեն ինչ է, դա չես կարա տենց ասես, դրա համար կանանց եւ տղամարդկանց հավասարությունը որ դնում ես, այդտեղից սկսում է անարդարությունը, դու բնության դեմ ես կնում։ Ճիշտ է, համաձայն եմ։ Ճիշտ է, համաձայն եմ։ Հայաստանի կառավարությունում ես ոչ մի խելացի մարդ չեմ տեսնում, տղամարդ։ Դե հիմա հարցը սենց է դրված, եթե արդեն գլոբալիզացիոն տրյուկ է, որպեսզի կառավարությունը թույլ լինի, թույլ, հասարակության մեջից ընտրում ես սախատ թույլ տղամարդկանց, տանում ես գլուխ ես սարքում, տենց են արել, իսկ հետի ոնց պիտի լինի, արդեն տեսնել եք ոնց է լինում,
ուժեղներին ոչնչացնում ես, փախցնում ես, սեսիոները ճնշում ես, միջոց չես տալի, բան դուրս գալու հրապարակ, տեղը գալի բռնում է թույլը, գողը, ավազակը, սուտասանը, քծլողը, կաշառակերը, ինչ ասես, էդի գալի բռնում է, դրանով սարքում ես, բայց որ այդպես սարքում ես, մեկը տեսնում ես, արա կանանց բազմության մեջ լինք խելոք կանայք կան, որ ամեն մեկը սրանցից խելոք է, այդ ժամանակ առաջանում է միտք ասում ես, արա բայց կանանք ղեկավարեն ավելի լավ է, որովհետև վիճակը արհեստական է, այո, արհեստական է, ճիշտ է, բան չունեմ ասելու, բայց միևնույնն է, եթե արհեստական վիճակը ստեղծվեր, եթե այդ վիճակից դուրս գալ հնարավոր չէ, դա գոնե միակ փրկությունը կլինի։ Այսօր շատ կներեք, այսօրվա դրությամբ կառավարական բաներով տեղեկություն եմ ստացել, որ Հայաստանում այդ մարդահավշիվը գնաց է ինչ ա եղել, չեն ասում հայտարարում, բայց 1,600,000 մարդ կա Հայաստանում։ Հնարավոր է, բան չկա։ Հիմա բայց ուշադրություն դարձա, այս վիճակում, երբ որ հանկարծ հասարակությունը այս դիրքն է գրավում, հա, ասենք այս դիրքի մեջ է հայտնվում։ Կանանց մոտ առաջանում է ծայրահեղ գեր ունակությունների ցուցաբերում, որը նույնպես սախատության նշան է։ Չէ որ ինքը նորմալ վիճակում չի, ինքը ամեն ինչ թողում է, իր երբելու այն կանանցի պարտականությունները, մտնում է հասարակության այն թույլ տեղերը, որտեղ վիճակը վիճակ չէ։ Եվ եթե նայես այն քաղաքական գործիչները, որոնք կանայք են, նայում ես էդի կինը լելու բան չի, եթե ուշադիր նայես։ Այսինքն զգում ես ինքը ընտանիքից դուրս մղված է դեպի հասարակության հիվանդ տեղերում հայտնվելու։ Ձիու կերպարանքներով են, ահա որ տգեղ են, ֆիզիկական ուժեղ են, ագրեսիվ են, հասկանում եք, խոսակցության ժամանակ կդիմացինին կճնշեն, ուրիշ ակտիվություններ ալում, կանանցիությունը անետանում է, առաջանում է տղամարդկային հատկություններ ունեցող կանանց առաջ մղելու պրոցես է գալի, բայց իրա վրա կին է դաջված, դու տենում ես կինը, բայց էդի կին չի, էդի արդեն տղամարդու մոտեցած կանանցի ոգին է, որը գնում է կռվելու թույլ տղամարդկանցով կազմված միավորումների դեմ, եւ այդտեղ տենում ես դու գնահատում ես, ասում ես, այս կինը ավելի ուժեղ է, այդ քումոտ ուրիշ բան չի անցնում, բայց այդ կինը շատ թույլ է, երբ որ ընդ հանկարծ հայտնվի իսկական տղամարդը, որի ճանապարհը փակած է, ուրիշ ձև չկա, բայց մտներով երբեք մի անցկացրեք հավասարություն դնեք դրա մեջ, նույնիսկ ուժեղ կանանցով սարքած կառավարությունը այդ նշանա, որ երկրում տղամարդ չկա, այդ է նշանակում։ Այո, որովհետև ես այսօր որ հետևում եմ, տեսնում եմ նենց խելացի կանայք կա, մտածում եմ, մենոր տղաների հետ ենք խոսում։ Ասում ենք, ինչքան հետաքրքիր է, այդ ձեր խելացի կանայք կան։ Երևակայի, որ այդ կանայք ղեկավարին, երկրի վիճակը ավելի լավ կլիներ։ Չնայած ինձ որ հարցնես, ընդհանրապես կառավարություն որ չունենային ավելի լավ կլիներ, այսօրվա կառավարության փոխարեն, բայց կանայք որ լինեին ավելի լավ կլիներ, որտեղ նայում եմ այնքան խելացի կանայք են, նենց մտքեր են արտահայտում, բաներին ասում, հիացած եմ մնում, ուղղակի հիացած, ասում, տեսեք ինչքան խելացի կանայք ունենք։ Իսկ այդ տղամարդկանց մի հատ նորմալ բան չես լսում։ Ամենա խելացի կինը, որը դու պատկերացնում ես, չէ, հիմա որ մեջտեղա դուս եք է խոսում, այնքան թույլ տեղեր ունի, պարզապես դրանց տեղերը չգիտես, հասկացար, եթե չգիտես, ասում ես ինքը ուժեղ է, բայց ինքը չի կարա տղամարդու նման կատարյալ լինի, ուժեղ տղամարդու նման չի կարա լինի, դա անհնար բան է։ Ինչ որ դերսում են եվրոպական երկրներ, օրինակ Գերմանիայի այդ կինը որ կա, այդ կինը եկավ երկրի վիճակը շատ ավելի լավ բարձրացրեց, ահագին բաներ փոփոխություններ մտցրեց, ավելի լավ էր, քան իրենց առաջ քոլի ժամանակ։ Օրինակ դա ինչպես կարելի է հասկանալ։ Ասեմ էդի ինչպես կարելի, ընդհանրապես Գերմանիայում գերմանացիներ կան, չէ՞ որոնք ես հիմա խոսում ենք Գերմանիայում են ապրում։ Գերմանիայում տղամարդու ոգին կոտրվեց 45 թվականին, 1945, բոլոր տղամարդիկ ծեծվեցին, ջարդվեցին, անպատվեցին, պարտված է Գերմանիան,
Եվ այդ ոգին այտենց չի աճի 100 տարի հետո։ Իրանց ենթագիտակցության մեջ արդեն տղամարդը տրորված է։ Գերմանացի տղամարդը իրոք պիտի ամաչի, որ ինքը այսօր ապրում է եւ ապրում է այն բոլոր հետևանքներով, որ այդ երկրի գլխին եկել է։ Եվ դա անպայման պիտի ազդի տղամարդկային ոգու վրա գերմանական պետության մեջ։ Հասկանում ես, ու դա անպայման պիտի ծնի կին կանցլերին, անպայման պիտի ծնի այդ միջավայրը, բայց գերմանացին 100 տարի առաջ երբեք չէր մտածի ինչ որ կանցլեր ունենա, որ դա կինը լինի, որովհետև այնտեղ գնում են արիական թագավորներ, ազնվական ցեղեր, բաներ, որոնց ինչ կինը հանկարծ շարժվի, այդպես բան չկա։ Եվ այս բոլորը գալիս է ասելու, որ հիմա էլ որ դու Գերմանիային ասում ես, այո, գերմանական ժողովուրդը, որ աշխատասեր է, կուլտուրական է, բան է, բայց sense մի ուսը ոնց որ կանանցի է քսվում, sense տղամարդկային մի հատ հատկություն կոտրված է։ Այդ դուք եք ապրում մեջը, դուք ավելի լավ եք կզգաք, որ գերմանացի տղամարդը մի տեսակ չխոսկան է, գլուխը կախ է, որը համարվում է խոնարհություն, իմաստություն, բան, բայց դա չի։ Դա ոգին կոտրված է։ Գերմանացի տղան շատ ագրեսիվ է, մինչև այսօր էլ, ու շատ ինքնավստահ գորով։ Նա, որը հələ չգիտի, հələ այդ հոգու ջարդվածությունը մեջը չի, ինքը ագրեսիվ կլինի, բայց երբ որ դառնա 60-70 տարեկան, երբ որ ուպրավլենու մեջ պետք է մտնի, իր առջև մի անգամից գալիս է այդ պատկերը, եւ ինքը երբ որ մենակ ալում, ոչ մեկ հետ չի խոսում։ Անպայման մտածում է, թե ինչ եղավ Գերմանիայում 30-ից հետո, 50 թվական։ Էսի իր վրա պետք է անպայման արտացոլվի, բայց հələ քանի պատանի է, ինքը կարող է ֆուտբոլիստ դառնա Մյունխենից, իսկ բասկետբոլիստ, բոքսեր դառնա բան, բայց հենց որ սկսես մտածել, այդ ոգին, երբ որ այցելեց իր նախնիների ոգին, նրանք գալիս են գլուխները կախ։ Այսքան բան։ Եվ ինքը պետք է օրինակ Արգենտինայում այդ հարավ-ամերիկյան երկրներում էլ մինչև հիմա էլ կա, էլի օրինակ Արգենտինայի պրեզիդենտը, չէ՞ կարծեմ որ ամուսինը մարեցավ, հիմա կինա որ շատ են սիրում, հետո այն Էվիտա ինչ էր անունը, այն Արգենտինայի այն որ ֆիլմ էլ հանեցին, Էվիտայի, որ Մադոննան էլ դրա դերը տարավ, ինչ էր անունը, մեկը տոկնեք։ Ով գիտի թող ինքն ասի։ Էվիտա, ինչ էր։ Դե ինչ որ այա հիմա ասա հետդիտա։ Լավ բան, կան կին պրեզիդենտներ ունեցել են ու հիմնականում ամուսինների մայից հետո իրանք են դարձել ու լավ ղեկավարել են։ Պերոնը։ Այո, Էվիտա Պերոնը, ճիշտ է։ Հիմա ես որ ձեզ ասեցի, ինչ որ ասեցի, հիմնավորը մի թեթև Գերմանիայում արգելված է ազգայնական դրսևորումները։ Այս արդեն չի նշանակում, որ գերմանացու տղամարդու ոտին մի հատ խփած է կացինով, որ չթփրտաս, ընկեր, արդեն ինքը պետք է այտենց լինի, վերջացած է, ոնց որ ընտանիքի մեջ հայտնվում է մի հատ օրենք, որտեղ տղուն ասում է հայոյան չտաս հանգարց, կամ չհիշես պապիդ, այդ երևույթները պետք է իր վրա ազդի, չէ, ինքը պետք է ինչ-որ փոփոխություն կրի դրան։ Դե թող հանգարց գերմանացի մի հատ տղամարդ վեր կենա ասի, ես ինչի ենք մենք պարտք տալիս հրյաներին գենոցիդի համար, հոլոկոստի համար։ Դե թող մի հատ համարձակվի ասի։ Կոտրված է, չի կարա, լիքը չի կարանել կա։ Արդեն է որ գերմանական դիսցիպլինան մտցված է, կարմիր լույսի տակ խրտ կայնի։ Եթե ասում են էսի մի խոսի, չխոսես, էսի չանես, դա կոտրման նշան է։ Գերմանիան ազատ երկիր չի։ Ինչքան էլ ուզում է ինքը արտադրության մեջ որակավոր բաներ անի, զիբիլը տեսակավորի, ապակի նստե, թուղթը ընդե, աղբը ընդե։ Օգուտ չունի։ Գերմանական ազգը ջարդած է։ Ոնց ինքը կարող է հանգարց վերականգնի, չգիտեմ, իսկ Մերկելը, որը նստած է գլխին, դա դրա վառ ապացույցն է։
Երկերը ուժեղ տնոջ կերպար ա, վերջացան գնա։ Թույլ տղամարդկային դաշտի արկայությամբ, այսքան պետք է ասես, որովհետև ինքը ցայտուն ա գալիս, որովհետև մենք ապացուցեցինք, չէ, խոսացինք, որ տղամարդկային հասարակությունը եւ կանանց հասարակությունը իրարից տարբերում են, տղամարդկայինը ուժեղ ա, եթե հանկարծ կանանցից մեկը դուրս ա գալի տղամարդկանց վրա իշխելու, այդ չի նշանակում, որ ինքը խելոք ա, այդ պիտի հասկանալ, որ բնական տղամարդկային հասարակությունը թույլ ա, որ այս երևում ա որպես խելոք, մնացածը հակաբնական ա։ Երևույթին շատ ավելի արտահայտվող են, արտացոլվում են։ Ովքեր։ Բայց բանա, այսօրվա դրությամբ, ուզում եմ ասեմ, այսօրվա դրությամբ այդպես է, ուզում եմ ասեմ, բայց այսօրվա դրությամբ, եթե ես նայում եմ Հայաստանի կառավարությունն ինչ վիճակում է, ես մտածում եմ, որ եթե կանայք լինեին, ավելի լավ կղեկավարին, որտեղ այսօրվա կառավարությունի նկատի ունեմ, որտեղ ավելի սրտացավ կլինեին, ավելի տնտեսող կլինեին, այդքան դրամները չեն շռայլի, այս կողմ են կողմ անկապ բաներ չէին անի, այդ կողմով շատ լավ ավելի իդեաներ ունենային։ Օրինակ ում ես պատկերացնում, այդ դեպուտատների մեջ այդքան կին կա, կուսակցությունների մեջ կանայք կան։ Ո՞վ են դրանք։ Ես տենց չեմ, չգիտեմ այդ դեպուտատ կանանց։ Ում ես պատկերացնում, վերջի 50 տարվա մեջ որպես կին լիդեր ում ես պատկերացնում, որպես կերպար, հասարակական ակտիվ էլեմենտ ում ես։ Օրինակ Սիլվա Կապուտիկյանը, Սիլվա Կապուտիկյանը։ Այ մամա ջան, դու գնացիր ասա։ Ինչի ես իհարկե շատ եմ կարծիք հայտնում, ինչի համար ես ասում, պապ, կարծիք հայտնում, օրինակ Սիլվա Կապուտիկյան։ Մենակ միակ ոստ կա, ոնց որ ասում էր պապինը։ Հիմա որ ասեմ երկրորդը ասա, մի ժամ մանգկաց չես գտնի։ Համակարգ։ Համակարգ, լսեք պապինին։ Հայաստանում Թամարա Աբրահամյան կա, Թամարա Աբրահամյան էլ դες ուժեղին։ Երկրորդներ Շուշանիկ Կուղինյանն է, որ ասում էր այդ մենք են գալիս մաշված բաճկոն։ Մեկել, Ստեփան ջան, էջ մի ածնում, հյանքիկա, զեքյուր էլ անուն է, էդ կինը, կաթողիկոս Վավգենի Տարաճոր է, բանի ժամանակ է, որ թվիներ, միշտ էջ մի ածնեսների պատմում են, կաթողիկոս վեհապարը խեղտել էր, լսի, զեպ ինչ էր անունը, զեպյուր էր, ինչ էր, այս ժամանակ սենց, ոնց չեր լսել դու այդ կնոջ մասին։ Չեք լսել, իսկ ինքը ինչ էր, բաներ, բախտագուշակ էր այդ կնիկը, թե չէ, բան է, դա չեկիստեր եղե, բան, հեղափոխական, հետո բանում էր աշխատում, մեր այդ բանի, էջմիածին քաղաքի բանն է, այդ կուլտուրայի մեծ պաշտոն ուներ, եշատ և ինչ էր, բայց տիկին զեպյուր էր ասում, մինեց ահավոր խրող ձայնով բանկին էր միացրած, նենց սիգարետ էր ծխում, հիմնական, որ եթե բժիշկը ստեղել էր Խաչատրյան, ֆիզիոլոգիական առումով, նայ մարդկային հոգին ինչ է էդի, իր ամբողջ էության մեջ ձևավորված բնավորությունա, գիտակցությունա, ռեֆլեքսներ են եւ այլը, չէ, այդ ամբողջը դու ես։ Մինակ երկու բան իմացի հետեւյալը։ Կնոջ մոտ ֆունդամենտալ պատվանդանային է հանդիսանում տրվելու հոգեբանությունը։ Հասկացար եք ինչա։ Էդի իր բնական ամենագեղեցիկ վիճակն է։ Դրանից այս կոմենկով շեղում է։ Այսին կոմենկով շեղում է։ Տղամարդու մոտ հաղթելու իրելու ֆունդամենտն է դրանց։ Այս կոմենկով շեղում է։ Ուրեմն իդեալական քու կերպարները ահա սրանք են։
Դու հələ պատկերացրա, եթե տղամարդը մեջը մտածա պարտվելու, տրվելու հատկություններ, այս հատկություններով ինքը սկսում է կնոջ տրվելու հատկության հետ բաղդատվել։ Եթե կինը հանկարծ իր տրվելու հատկության մեջ, որը ֆունդամենտալ է, ունի հաղթելու բաղադրիչ, տղամարդկային հաղթելու, որը կունենա, չէ, իդեալական զրո չի, էսի շատ է, էսի քիչ է, էսի քիչ է, էսի շատ է, այդտենց։ Այդ ժամանակ այս ձեր սաղ պատմածը գալիս է իր տեղը մտնում է։ Արդեն հասկանալի է, որ այս կինը, այս տղամարդկանց հաղթում է իր տիրելու, հաղթելու բաղադրիչով, պատկերացրա տղամարդը իշքան է զրոյած է։ Եվ այս հասարակության մեջ, որտեղ այս տղամարդն է, չէ, մեկ էլ հայտնվում է ուշադրություն դարձրեք, միասեռականների հասարակություն, տրվելու։ Կանանց մոտ, որոնք հաղթելու, տիրելու հակում ունեն, հայտնվում է լեսբիականությունը, կնոջ մի տեսակ է, որը տղամարդկային հատկություններ է ցույց տալի, եւ այն մույս թույլ կնոջ հետ, որը վաբշե ընկած է, զույգ է կազմում։ Այս էլ նույնը ստե է տեղ ունենում։ Ուրեմն հասարակության պատկերները այս սոցիալական այս հայտնությունների վրա դու կարող ես գնահատես ինչ է կատարվում։ Ջարդված է, ասում ես։ Ի՞նչն է ջարդված։ Ողնաշարը, ոսկորը, չէ, ոգին, երկուսի ֆունդամենտները փշրել է ինչ որ մեկը։ Եվ իրանք չեն կարող իրանք պատվանդանի վրա կանգնեն, որ ես գեղեցիկ եմ իմ տրվելու հատկությունների մեջ, որը ամենականանցիության ամենաբարձրագույն վիճակն է։ Եվ տղամարդը, որը տիրելու եւ հաղթելու մեջ է։ Որովհետեւ էսի պետք է գա։ Նվաճելու ոչ թե դիրելու, նվաճելու ոչ թե դիրելու։ Էսի պետք է իր տրվելով գա, սրան նվաճելու հատկությունները հոգուտ տա, չեզոքացնի։ Բա որ կինը չտրվի, չպարտվի, տղամարդը այդ ումը պետք է նվաճի։ Ինչ պետք է լի դրա վերջը։ Այն ինչ որ հիմա Հայաստանում է։ Հայաստանս թե ինչ, դասի ամբողջ հասարակությունն է վերաբերում աշխարհը այդպես է։ հատկությունից եւ բանից։ Եթե խախտվում են այդ արժեքները, ասենք ընտանիքը վերանում է, ընտանիքի մեջ ցայտուն երևում է, չէ՞, ինչ է կատարվում։ Այսօր հետաքրքիր հարց եք վերլուծում։ Բայց ես միջազգ եթե կանանց զոհացնել, կանանցին հարցրել են, Շուրջը հիմա դուկա շուրջը։ Որտեղ լեսբիանկա են, Ստեփան ջան։ Հարցերը մասնավոր հիմա հետաքրքիր է, ոնց կա, որ կինը տենց բան անի, եւ շատ հետաքրքիր է։ Ինձ ուրիշ դեր է մեկնաբանը, որ դու ես ասում, իրանք ինձ ասում են, ում հետ որ խոսել եմ, հատկապես ինձ շատ է զարմացել այն կանայք, որոնք որ երեխեք բաներ ունեն, ամուսնացած են եղել, բան ու մի որոշ ժամանակի հետո որոշել են դառնան այդ լեսբիան այս ինչա։ Ասում են, որ իրանց ամուսինները իրանց տետե ջարդել են, չիրեն ճրշել են եւ այլն, դրանից իրանց ինքնավստահությունը այնքան այնք է, որ իրանց տղամարդուն տանել չեն կարողանում, կորցրել են տղամարդու հանդեպ ամեն մի տեսակի զգացմունքը։ Իբրտե դրա համար են ընտրում ապահովություն, այդպես ապահով են զգում կնոջ հետ, իրանք այդպես են մեկնաբանում, շատ շատերը։ Հիմակվա ներկա կառավարության մարդկանց գինիկները, որ հրյա են, անոնց տեմը միան գինիկները կլուխեն մակուր հայրեն ասալով խախեն գուկան։ Զորավոր գինիկ։ Բայց չգիտեմ, ես այդպես եմ շատ եմ լսել, շատ, հատկապես այդ տարիքովներին, որ հաղթնում են, ասենք այդ երիտասարդներ մտածում են մի քիչ, որ ճիշտն ասեմ, այլասերվածությունն է դա, ես այդպես եմ կարծում, հատկապես որ չեն էլ ասում, որ բիոսեքսուալ են, դա вообще այլանդակություն է, բայց այդ տարիքավորներին ինձ հետաքրքրել է, ասենք ես ասել եմ ինչ դա պատճառ, լավ դու նորմալ կին ես եղել, մայր ես եղել, կին ես եղել, ամուսնացած եւ այլն, ինչ է քեզ դրտե որ է ձեր, ու այդ ձեր բաներ են պատմել, որ այն աշճանը արդեն իրանց մոտ էդի պսիխոլոգիչեսկի խանգարում է կատարվում, տղամարդ տեսնելուց վախից, հետո ես հավատում եմ, որ դες հոլանդացիներ են գալու, կամ վախկոտ են շատ դյուրալ եվրոպացիներ ընդհանրապես ինձ թվում է, չգիտեմ, կային է գերմանացիները ինչպես են, կանայց մասնախոսքից, բայց
Այստեղի կանայք շատ այնց եսմիկ ձևի են, դրա մի քիչ բարձր բղավում ես, մի տրամայի մեջ են ընկնում, շատ թույլ անձնավորություն են սրանք շատ, մի զարմացել ամիս, ես մտածում եմ, կարող է դա մեծ լոգիկա կա, որ իրանք շատ ծեծված, ջարդված, իրեն բռնաբարված, հետո մի բան էլ ասեմ, շատ կանայք, որոնք որ իսկ Եվրոպայում շատ կա, որ աղջիկները իրանք հայրերի կողմից են շատ երիտասարդ տարիքում բռնաբարվում, բանը Եվրոպայում շատ կա ու այդ ձևի աղջիկներ են հետագայում հատկապես սեքսուալ ձևով խոշտանգված մարդիկ են մեծ մասամբ Ստեփան, օրինակ ես տենց եմ լսել անձամբ իրանցից որ ասում ենք, էսի սոցիալական ասենք, հասարակական գիտությունը, այս գիտությունը հոդես պարապ չի, մարդիկ կան, ինստիտուտներ կան, որոնք ես ինչ որ ես խոսում եմ, դուք խոսում եք, էդի բան են անում, ուսումնասիրված է և էլեմենտար ձևով ամեն ինչ նայած է, որը հոգեբանական կուրսեր են դրանք, ոնց կարելի է մարդուն բարձրացնել, ոնց կարելի է խեղճացնել, ոնց կարելի է հասարակությունը ձևափոխել, ծռել ես կոմի վրա, դեֆորմացնել եւ այլն։ Էսի արդեն արվում է, դու դրա դեմը չես կարա, այսինքն ոչ մի ժողովուրդ երկրագնդի վրա հենց ինձ չի թողնվում իր բնական ինքնահոսին, որ ինքը ձևավորվի։ Միգուցե Աֆրիկայում, դեռ ջունգլիներում, բաներում կան, որոնք շահել են այս բնական վիճակը, բայց իրականում քաղաքակրթությունը գալիս է էսի ոչնչացնելու, որտեղ ուրիշ հարցեր են առաջանում մարդու գիտակցության հետ կապված եւ ուրիշ ձև չկա, ես չեմ կարող ուրիշ բան խոսեմ բացատրեմ, որ թույլ կինը ինչ է, ուժեղ տղամարդը ինչ է, բանը ինչ է, բայց որ խախտված է դա։ Եթե թույլ տաք իհարկե գերմանացիների համար ասեմ, որ մենք գերմանացիներին ես ինչքան ճանաչել եմ, ինչքան գերմանացիների հետ ընկերություն եմ արել կամ ինչքան գերմանացի ճանաչում եմ։ Իմ անձնական կարծիքը նրանք շատ ամուր բնավորություն ունեն, շատ կիրթ, դաստիարակված, այսինքն ես այդ շրջապատում եմ ճանաչում։ Այսինքն իմ շրջապատը եղել են դասատուներ, որոնց ասենք իմ երեխեքի դասատուներն են եղել կամ մի քանի ընկերուներ եմ ունեցել։ Եղել են շատ ամուր, շատ դաստիարակված։ Այսինքն դաստիարակված ասելով ինչ ես ասում։ Ես գիտական մարդկանց Ուրարտուի պատմությունը գերմանացիները Չէ, դաստիարակված այդ նկատի չունեմ, դաստիարակությունը, պարտադիր չիմանան իրանք ուրարտուի։ Այսինքն փողոցային երթևեկության կանոնները պահպանում են, ուտելու ժամանակ օգտագործում են փողոցային այո, Էթիկայից լավ են հասկանում։ Բոլոր կարգերը, շատ կարգեր, այսինքն սա կարելի է, սա չի կարելի։ Այս սահմանից այ որ անցնես արդեն կարմիր լույս է, սա արդեն չի կարելի, սա արդեն տհաճ է, սա արդեն անքաղաքավարի է։ Իսկ ինչքանով կանացի են գերմանուհիները։ Ես ասեմ, այդպես արտաքինից չեմ կարող ասել ինչքան կանացի են, բայց նաև շատ կանացի են, շատ։ Խաղավորը գիտես որն է, որ իրենք օրը, շաբաթը, ամիսը ժամ առ ժամ պլանավորում են եւ այդ պլանը չեն տալիս։ Եթե ռազմական բան է մտնում դրած, ամբողջ էությունն է այդպես, այո։ Ինչ տասերկուսից կես ես պտյանում, մեկից ես պտյանում, ամսական Երբ որ էթաս կարդաս Գերմանիայի պատմությունը, այդ հատկությունները ազգայնականները մտցրին 10 տարվա մեջ, 10-15 տարի տևեց դրանց, առաջինը դիսցիպլինա։ Ես հիշում եմ, որ դիսցիպլինան է, որը ռիթմը պահում է, կյանքի հետի գթան։ Լավ լսեք ինչ եմ ասում, չեք իմանում, էլի դրա համար էլ դες խոսում եք։ Ուրեմն Հիտլերը, որը հետագայում կպարզվի, որ երկու Հիտլեր է եղել Գերմանիայում։ Մեկը որ նացիստականը հիմնեց,
եւ Ռիբենտրոպ Մոլոտով պայմանագիրը կնքելուց հետո հանկարծ փոխվավ ամեն ինչ երկրորդ Հիտլերը հայտնվեց եւ երկրորդ Հիտլերը պայմանագիրը խախտեց հարձակվեց սովետի վրա առաջի Հիտլերը այդ հետագայում երևի չգիտեմ երևի տղեկը կաշխատեն դրա վրա կգտնեն կամ գենետիկները որ էս ինչա են ինչա եւ այլն առաջի Հիտլերը Ռիբենտրոպ Մոլոտով պայմանագրի մեջ Ստալինի ասես մի հատ կետ կա գախնի կետ են ասում որտեղ չեն ուզում էդի հրատարակել որից հետո Գերմանիան հանգած շիֆտ եղավ սովետի դեմ կռվելու այդ պայմանագրից հետո որը եզրակացվում է որ Հիտլերը փոխվել է ուրեմն դա գրած է որ երկու երկրները որոնք սոցիալիստական երկրներ են երկուսն էլ սոցիալիստական են ուշադրություն դարձրել գերմանական ազգայնականները 33 թվին որ մտան եւ սովետական կոմունիստ ոչ դրանք երկուսն էլ սոցիալիստական են այսինքն ինչ է նշանակում սոցիալիստական նրանք բոլոր իրանց մարմնով հոգով շարժումներով կապիտալիզմին հակառակ են բաշխման մեխանիզմերին հակառակ են եւ Հիտլերը մտցրեց եւ Ստալինը նույն ձևի արդեն մտցրել էր վարձատրման աշխորային եղանակը աշխոր այսինքն աշխատանքի ժամանակ երբ որ նյութական արժեք առաջանում այդ նյութական արժեքը պայմանավորված է աշխատողի թափած էներգիայով հավելյալ արժեք մավելյալ արժեք չկա էսի ստեղծել ես ինչքան ժամանակ ես աշխատես սրա վրա մեկ օր այս մեկ օր արտադրած կոշիկըդ հավասար է այն մույսի մեկ օր աշխատա մեկ օրում սարկած քլունգին սրանց արժեքները հավասար են որտեղ մարդկային էներգիայի մեկ միավոր է ծախսված դրա վրա սպեկուլյացիա չես կարող անես մեկ գերմանական ազգայինները մտցրեցին փողը առաջինը հանեցին շրջապտույտից մտցրեցին կուպոն որ եթե դու աշխատում ես գործարանում 2 ժամ ես աշխատել ասում են այս կուպոնը 2 ժամ աշխատանքի միավոր ունի երշիկը խանութում կես ժամանոց միավոր ունի այսինքն եթե դու երշիկ ես արտադրել այն մի բանորն էլ դրա վրա կես ժամը ծախսե քու արտադրածը այս երշիկի վրա կես ժամը փողը վերացավ Գերմանիայից մտցրեց դիսցիպլինը փողը վերացավ որովհետև բանկային համակարգը վերացրին այսինքն տոկոս մոկոս փող չկա արդեն կա սոցիալիստական համակարգ բաշխման համակարգ աշխատա ուժն է միավորը գնահատվում էսի արեցին դու այդ ժամանակ որ էդի արեցին արևմուտքը որ հիմա արդեն աշխարհի տիրում է խառնվել էր իրար որտեղ Ստալինն ու Հիտլերը գնացին այդ ճանապարհով աշխոր կուպոն սոցիալիզմ են կառուցում եւ էսի եկավ ընդ Ռիբենտրոպ Մոլոտով պայմանագրի մեջ գրեցին այս երկու երկրները իրենց ջանքերը միացնում են որպեսզի վերացնեն պայքարեն հրեական համաշխարհային բանկերը սրա վրա արդեն Լոնդոնի հետախուզությունը բանը կորցրեց ասեց էսի արդեն չեղավ էլ արդեն վարիանտ չկա սրա էսի փոխելու եւ անմիջապես տեղի ունեցավ շիֆտը թե ոնց են այդ մարդուն հեռացրել ոնց են դրել իրանց մարդուն էդի անհասկանալի է բայց կպարզեն որ մտնեն որովհետեւ դրանից անմիջապես հետո երբ որ պատերազմի մեջ էր գերմանական վերմախտը հասկացել էր որ արա էսի են Հիտլերը չի եւ մահապորցը որ կատարեցին ձախողված մահապորցը այսինքն Հիտլերին արդեն բունկերի մեջ պահում էր անգլիական ռազմետկեն կողքը կանգնած էր նախ առաջինը այդ Հիտլերը որը որ առաջի Հիտլերը որ ամբողջ
հայտնաբերման աշխատանքները, որի վրա աշխատում էր սաղ գերմանական ֆիզիկոսներն էին աշխատում, գաղտնի ձևով, հանկարծ պատերազմից առաջ Ռեբենտրոպից համար այս գերմանական ամբողջ միջուկային գիտնականները Ամերիկա գնացին, շատ հանգիստ, իբր թե Հիտլեր ասեց դե կորեքստեից հրյաներ, հասկացաք ինչ եղավ, եւ ռազրապոտկեքը գնացին ընդեղ, եւ եթե հանկարծ էդի մնար եւ միրանք միջուկային նույն գիտնականներն են գտե մի երկու տարի հետո, եւ ֆաուդվա հրթիռները լներ, էսի մուխը մարելու էր, բայց իրանք կարողացան այդ գործողությունները անել, դրա համար մինչև վերջ Ստալինը չէր հավատում, արա, որտեւ ինքը գիտեր, որ այդ մարդը անհնար է հարձակվի իր վրա, ոչ թե ապուշ էր, բացի դրանից, երբ որ ինքը ասում էր, թե արդեն ռազմետկեն ասում է, որ գալու է այսօր վաղը հարձակվելու են, արա, այս ինչ վիճակ է, Ստալինը տալիս է հրաման, բոլոր դեպքերում այրոպորտները, սամալյոտները պահել իրարից հեռու, չկենտրոնացնել բան, մեկ էլ Սովետի մեջ տեղադրած լրտեսական կազմը բոլորը սաբոտաժ անում, այսինքն Հիտլերը արդեն փոխված է, պետք է հարձակվի Սովետի վրա, Սովետը չպետք է դիմադրի դրան, պետք է կործանվելով փախնի, եւ երբ ուշադիր նայում ես, տեսնում ես, որ երբ որ Ստալինը կազմակերպեց այդ Հիտլերի կանգնեցնելն ու ջարդելը, դրանից հետո նրանք ասեցին բարեկամ պետք է խաղանք հետը, որովհետև գործը փոխեց նշանը, էսի ջարդելու է դրան։ Սրանք ինչ են ասում։ Այս բոլորը ինչ որ ասում ենք, գերմանական դիսցիպլինայի մեջ հոգու մեջ էլի գրած է, որ ասենք Կարինեն ասում է շատ սենց, շատ տնենց, բայց դրա կողքն էլ գրած է իմ ասածը, որ այդ նույն մարդը, որ էդի վերցրեց այդ ազգայնական շրջանից, որպես դաստիարակության, կրթության, դիսցիպլինայի զարգացման, ըստ որում երբ որ Գերմանիան էդի մտցրեց այդ սիստեմը, մի քանի տարվա մեջ դուրս եկավ առաջի տեղը, հենց տեմպերով առաջ գնաց որ ոչ մի կապիտալ բանկերից ոչ մի բան չի վերցրել դրսի, ինքը իր ներսի ռեզերվներով դիսցիպլինա, հայրենասիրություն, հավասար բաշխում, փողի վերացում։ Միայն դա էլ պահեց իրանց երկիրը ու այսօր էլ որ ամբողջ աշխարհը այս երկրին Գերմանիայում Գերմանիան դուրս կգա այդ վիճակից, այ երկու կեսա չէ, որտեղ ասում են դիսցիպլինա ժամ, իրանց մոտ պոլիտիկները ընդհատակ են այդ ռազմավարությունը տանում, ասենք Մերկել են դրեբան, որ յանի մենք տղամարդ չկաստե, բայց տակից աշխատվում է, եւ կտենաս որ երկրի վրայի քաղաքականության փոփոխման Գերմանիան ունես դուրս կգա, որ կասես, «Յա, այս տղամարդիկ պատվալում են եղել, Կարինեն էդի ասում»։ Նրանք դաստիարակվում են, նրանք գիտեն, բայց ձեն չեն հանում։ Որովհետև արդեն այդ ամբողջ համույթը իրանց մեջ է, ազգայնականություն, հավասարություն, կուլտուրա, բան Գերմանացին երբեք չի տանի կրուն գիտականից շահագործի, որ սրա մոխը մարի, որ երկրից թողի փախնի։ Այդպես բան չի կարալի։ Իսկ այդ ի՞նչ է նշանակում։ Հիմա Գերմանիայի վրա պետք է անեն այնպես բաներ, որ այդ դա տեղի ունենա, որ Եվրոմիության մեջ էս բան, էսյանեյան, այնպես հակասություններ պետք է։ Հիմա եթե գերմանացի տղամարդը ուժեղ է, քաղաքագետը, ինքը դրան կհաղթարի եւ կհաղթահարի, որովհետեւ ասենք ունի իրենց հատկություններ ոչ թե մեր նման կամ մնացած ազգերի նման, որ կհաղթահարի դա։ Դրա համար Կարինեի հիացմունքը գերմանական տեսակի վրա էդ է պատմում ինքը, որ ամեն ինչը տեղն է սրանց, ամեն ինչը տեղն է, սրանց չես կարա շշկռացնես։ Ռազմական բնավորություն։ Եթե ուզենա շշկռացնես, ուղիղ կկանգնեն կնային երեսիկ։ Այո, բան չեն տա։ Չեն ղժղժա վրետ հարցակվի թկեն մկեն փորիկ խփեն ոչ մի բան ես կանայի ոնց որ յանես ախմախը ովա ու տեսման հա վերջան որովհետև կրթվել է իսկ իհարկե չես նրա հետ չես կարա համեմատես ոչ ամերիկյան ժողովրդին ոչ անգլիական ոչ ֆրանսիական որևէ մեկին ռուսական կամ չինական
նա խիստ տարբերվում է այն տարիները, որը որ իր մեջ մտել է ազգայնականի 30 թվականից եւ պարտությունը եւ ջախջախումը իրանք արդեն գիտեն իրանք հացը կերել են արդեն իմաստացել են բոլոր տեսակետից գիտեն ոնց պետք է շարժվեն եւ այսօր Եվրոպան են կերակրում անպայման դուրս կգան իրանք համաշխարհային արենա որտեւ այն մնացածները իրանք փլում են արդեն իրանք չգիտեն ինչ են անում մեկը տրիլիոնատեր է դարել Ամերիկայում այն մույսը գիտարա նվագում մայթի վրա Գերմանիայի մտենց աղքատներ կան փողոցների վրա գիտար նվագում սոցիալական կարգը սարքել են չես աշխատում ինվալիդ սա անենց են տալի գնա ապրի Այստեղ այդպես չի որևէ տեղ այդպես չի որտեղ իրանք արդեն այդտեղ իրանք սոցիալիստներ են որտեղ սոցիալական հարցերը լուծում են արդեն այսօրվա Գերմանիան նրանք այնպիսի մի սիստեմ ունեն այդ սիստեմից չգիտեմ մարդը պետք է ինչ լինի որ կարողանա ընկնել այդ սիստեմում իրանք Պահում են մարդուն, ամենավերջի մարդուց մինչև ամենաառաջի մարդուն։ Պահում են։ Եվ ես կարծում եմ, այս Մերկելի հայտնվելը պարզապես իրանց մոտ էլի տակտիկական քայլ է, դրածո է, իրանց դրածոն է տակից, կրիշ են դրել իրանց վրա, որ դրսից մտածեն, որ ոնց որ մտածեցի առաջի մասում, դե կնի կա ղեկավարը, որտեղ ինսան չկա։ Այդպես մտածի։ Դու պատկերացրա դրանք ինչ թաքնված զգուշ պայքար են մղում։ Այնպիսի զգուշ պայքար են մղում, որ այսօր Եվրոպան բոլորին հավաքել է իր ձեռքը, Գերմանիան հավաքել է բոլորին իր ձեռքը, եւ այդ ամեն ինչը արվում է Մերկելի ձեռքով։ Այո, ճիշտ է, դա անխոս։ Այո։ Այսօր դադրությամբ Եվրոպայի մեջ Գերմանիան համարվում է սուպերնավով։ Գերմանական լրիվ ինտեգրված են Գերմանիայի մեջ։ Ահա։ Լրիվ ինտեգրված են։ Այո։ Ավստրիան ինտեգրված է լրիվ ձևով։ Շվեյցարիան ինտեգրված է, Հոլանդիան ես չգիտեմ այդքան ինտեգրված է թե չի, բայց այդ իրեքը զոր ինտեգրված են իրար մեջ։ Զոր 100%-ով ինտեգրված են։ Չեխիան ինչ տրամադրությունների մեջ է, Սլովակիան չէ, բայց Չեխիան։ Չեխիան հետա մնաց է, նոր ես ընդեղի։ Այն սովետի նման ջիպեր են առնում, կռի, բաբի, ռուսները դսվել են ընդեղ, այնոր մի շապատով ընդեղ, խուլիգան երգիր է։ Սա Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանը, ճիշտ է։ Չեխիան, Լեհաստանը, Ռուսաստանի լագերներն են, Ռուսաստանի հոգեբանությամբ, Ռուսաստանի օրենքներով, նրանք ոչինչ փոխվում։ Ոնց կան այդպես էլ պիտի մնան իրանց զարգացումը։ Ես լսում եմ եվրոպական անալիստների այդ բաները, Չեխիայի մասին լավ բաներ են խոսում, լավ բաներ ունեն, ապագա են տեսնում, ես անցած օրը մեկի հետ էի խոսում, որը մեր մոտ աշխատում ու այդ բանի սոցիալական բանի ապագա ունենան։ Իրանք ասում են, որ շատ այդ Չեխիայի պրեզիդենտը որ մահացել է, նույնիսկ դու նկատեցիք, որ ոչ միտեղ չեն գնացել այսքան տեղ այդքան բոլորով, բայց Անգլիայից բռնացած մինչև ամենավերջի բոլոր եվրոպական երկրների թագավորական ընտանիքից պրեզիդենտներից բռնացած թաղմանը գնացել էին իրանց հարգանքի տուրքը մատուցեցին ու ինչ գովեստի խոսքեր էին ասում, ասում էին, այդ մարդն է, որ Չեխիան ու Սլովակիան ինքը նույնիսկ ոչ միայն կռիվ դավի արեց, որ չթողեր առանձնանա, այլ ինքն էր հենց ընդառաջում, որպեսզի Չեխիան ու Սլովակիան անջատվեն, շատ բարեկիրթ, շատ ձև, շատ էին գովում, ու ասում են, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Չեխիան ու այդ բոլոր երկրների մեջից Չեխիան առաջընթաց ապրի։ Ես այնօր երեի, դեր նայում եմ ապրանքների գները, նայում եմ ընդեղ,
նայում եմ ռուսների քանակը, նայում եմ ջիպերի քանակը, նույն Հայաստանի նման ջիպեր ղժալ փողոցները անցել։ Հենց ասում ես Ավստրիա շարժումը հանգիստ, երկիրը մաքուր, ավելի մարդ չես տենա, մի անգամից ուրիշ աշխարհ ես անցնում։ Արամեզ վերջերս գնաց Ֆրանսիա, ասում է ուրեմն գնացքը նստել եմ Գերմանիայի, գնացել եմ հասել եմ Փարիզ, նույնիսկ սահմանը անցնելու ժամանակ դու կտեսնես, որ դու անցար արդեն Փարիզի սահման։ Այն չգիտեմ կարգը, մաքրությունը անմիջապես փոխվում է։ Բայց համեմատված Հոլանդիայով, օրինակ ես կասեմ, որ Գերմանիայում բան է էլի, չնայած դե Հոլանդիան փոքր է ավելի, գյուղերը բանը մեծ տարբերություն կա Գերմանիայում։ Գյուղերը շատ ավելի հետամնաց են։ Ես նկատել եմ Գերմանիայում։ Սոֆիա ջան, Գերմանիայի գյուղերը դրանք հեքիաթային գյուղեր են, ուղղակի հեքիաթային։ Իրենց կառուցվածքով, իրենց նախ գերմանացիներ են հիմնականում, Գերմանիայի գյուղերում ապրում շատ քիչ կան բաներ, այդտեղ այլազգիներ եւ այլն։ Դու մենակ տեսնես Գերմանիայի գյուղերը, ես ոնց տարանացեն էլի հետամնաց ինձ չեմ հասկանում, դա մի կարաս մենակ մի բանով ներկայացնել, որ դրանք հեքիաթային գյուղեր են։ Իրենց նախ կառուցված որակով, չգիտեմ փողոցների մաքրությամբ, ամեն ինչ էլի նախ իրենց իսկական գերմանական էլիտան հիմա կամաց գնում է գյուղերը։ Դա գյուղերում են։ Այս տարբերությունը մեծ է հարավային եւ հյուսիսային Գերմանիայի մեջ։ Ես դա եմ նկատել։ Դե նա մի քիչ դեռ սովետական ազդեցությունը մնացել է, դա կարող եմ ասել, բայց արևմտյան մասում դա ուրիշ է լրիվ։ Գերմանիայի պետք է 15 տարի գդարը յուրացնելու համար Սովետ միությունից 5 միլիոն ժողովուրդ հետ եկել, դրանցը վերադաստիարակելու համար եկա գործեր ունենալու։ Նրանք նախ պետք է, այո, եւ վերակառուցում են այդ Արևելյան Գերմանիան եւ վերադաստիարակում են ժողովրդին։ Բացի այդ Արևելյան մասում ավելի շատ են լքված այլազգիները։ Իհարկե, օրինակ ես մտածում եմ, որ մեր Հայաստանը դատարկվի, ասենք լավ կլինի, դատարկվի, հետո այս երիտասարդությունը, որ ստեղ մեծացել է, գոնե ինչ որտեղ եվրոպական դաստիարակություն ստացել, սա եթե հաջողվի մեզ, որ Հայաստանը մի նորմալ կառավարություն կանգնի գլուխ, եւ վիճակը նորմալանա մի քիչ, ես համոզված եմ, որ շատ շատերի հետ կգնան եւ գոնե այդ դաստիարակված երեխաները, այդ սերունդը, որտեղ այդ ամեն դեպքում այդ դիսցիպլինան, թե ամեն ինչը նիստուկացը շատ մեր երեխաները հատկապես շատ հետ տանեն Հայաստան եւ դա կվերափոխվի շատ Հայաստան, ես համոզված եմ։ Դրա համար միակ բանը դա է, որ կառավարությունը փոխվի եւ այդ երիտասարդությունը, որ ստեղ կրթություն ստացել, սովորել է, ամեն դեպքում լավ դաստիարակություն ստացել, ոչ միայն ընտանեկան, այլ նաեւ միջավայրի, դա լուման կարող է դնել, դա շատ մեծ կլինի Հայաստան։ Ոչ մի բանով չի տա, ես համոզված եմ, որ շատ լավ կլինի վիճակը։ Եթե կառավարությունը նորմալ, եթե երիտասարդը հավատա, որ ինքը գնա Հայաստան, ինքը չի կողոպտվի, չեն խափի, այդ գողական հիմա այդ ապուշ մասան չլինի Հայաստանում ամենակարևորը, այդ ռաբիզությունը վերանա Հայաստանից, այսինքն գալիս է կառավարության թուլությունից, այսինքն ինչի մասնախոս։ Գերմանիա դառնալու համար Հայաստան 500 տարի է պետք, ինչ է Պապին ջան, ամեն ինչը լինող բանա, դրա համար պետք է գործող, լավ սիստեմա է պետք, որ կարողանա սիստեման կարողանա ճիշտ գործի։
Եվ ընդհանրապես մենք լավ օրենքներ ունենք, բայց եթե օրենքները գործի, ամեն ինչը օրենքի ուժով իրանց երկրում օրենքն է, որ մարդուն այդ աշճան դիսցիպլինա է սովորացել, լավ իմացեք այդ բանը։ Ամեն բանի համար, որ ստեղ կար բանը տուգանք է տրվում, եթե այդ ամեն բանը Հայաստանում գործեր, որ կաշած չվերտնեին ու քեզ ասեն լավ ոչինչ ներում ենք, որ մտածես լավ էլի կանեմ եւ այլն, այդ ձևի բաներ եթե չլինի Հայաստանում, մարդը օրենքն է մարդուն, որտեղ դարձնում կատարյալ, գործող օրենքի նկատի ունեն։ Իսկ Հայաստանում չկա գործող օրենք եւ դա պատճառներից մեկն է հանդիսանում, որ մարդիկ այդքան ցույլ են։ Ամեն տեղում է, ամեն տեղ էլ այդպես է եղել։ Ես որ այսպես կարդում եմ իրանց պատմությունները եվրոպական երկրների, ես ամեն տեղ հանդիպում եմ դրան։ Եվ այսպեսի մի բան կա, նույնիսկ մտավորականությունը, որ բողոքում ասում է, կամ այդ հենց ռաբից երկողներ, որ ասում են, դե ինչ անենք, որ բողոքում ես ասպես ես ինչ եք անում, ասում են ինչ անենք, ժողովուրդը հետ է պահանջում։ Նույնիսկ եթե Ստեփան հասկանում, պարտավոր ես այդ ժողովրդին ասես, ոչ, ժողովուրդ ջան, այդ սխալա, սա է ճիշտը, դու լավը պետք է ներկա։ Ստեփան ջան, ես դուրս գամ։ Ուղղակի ռոբոտներին